Նստեք, ես մեջքի խնդիր ունեմ, Մի վարկաներոց նմանացել և վերջի հարցը պահներս ընդհանրապես, դուք նշեցիք, որ զոհված ինձարողների ճանաչել եք, պարբերաբար գնացել եք այդ ստորաբաժանում, նրանց հետ շփվել եք, առավել ևս Արման Բարսեղյանի հետ ունեցել եք, Արման Բարսեղյանի որդու Գարուն Բարսեղյանի հետ ունեցել եք ջերմ հարաբերություններ, ընդհանրապես այդ ստորաբաժանում երբևէ ձեզ հայտնի եղել է զինծառայողների միջև հարաբերությունների լարման, սպաներ և զինծառայողների միջև ձեզ ինքնության, ֆիզիկական ներգործության, հոգեբանական ներգործության, որևէ ընկճվածության վերաբերյալ երբևէ որևէ տվյալ կամ չգիտեմ ինչ-որ փաստական իրողության մասին ձեզ ինչ-որ բան հայտնի եղել է։ Ոչ։ Շատ պատասխանատու ես հարց կա։ Ես ճիշտ հասկացա, որ Գարուշի քիչ այլվածքներ ստանալն է պատճառը, որ տպավորվել է իբր ինքը դրանից է։ Այո։ Բա էլի իբր որ Ալբանից իր հետ միասին դուրս է եկել մյուս տարան, նրա վրա ընդհանրապես վնասված միասին քյացված անգամ չի եղել, չէ՞ նույն տպավորությունը իր մասին չեք ունեցել, որ ինքն է դրանից դուրս եկա, այլ ոչ թե Գարուշը մեկուսն է։ Որտեղ ես իրան չեմ տեսել հոսպիտալում, անգամ իրան որ մեկը ուշ օգնություն որ օգնեք, սկովինեք, ավդրեք և այլն, դրա համար պայմանավորված է։ Ես հստակ չեմ իմացի, ինքը պատուհանով է դուրս եկել, գրնով թե դուրս նայել է, ինչ գործողություն է կատարել։ Ժիրայրի մասին է խոսքը։ Մի ասեք, դուք ում եք պատմում, գիտեք, դուք ասեք, ինչ գիտեք։ Որ նշեց Գարուշը և Ժիրայրը, ես մտածեցի Ժիրայրի մասին է խոսքը։ Նստեք մի խանգարի։ Ինձ հիշում ես պարտի դերի ժամանակ նախաքննական ցուցմունքը տվել ես մինչև պետք է դրանից հետո Պանիխիդայից առաջ թե հետո նախաքննական ցուցմունքը տվել եմ Պանիխիդայից 7 ամիս հետո 7 ամիս հետո օգոստոսին ես այդտեղ տարածորեն քո ասած հիշացնեմ միացած կարող է թարմացնել Գարուշի մասին խոսքը դասի Գարուշն ինձ ասել է ուշլատը գցել են դեմքից դրնից թռել են դուրս բառացիորեն ոչ թե կարծիք ես հայտնվում կոմոդապես տպավորված է այլ որ ռեալ Գարուշը այտենց ասել շարունակի հարցրեցի դե արդեն մենք գիտենք ինասուն դիլոկին արդեն սկսվել էին որ չէ դες բան չեմ ասած ծնողին են ասել են հրաժարվում որ պետք լինի որտեղ որ պետք է այդ ամեն ինչը դու սենց ռեալ կասես ասեցին համ ուրիշ բառով էր ասել չասողը ես ինչի տղա է հիշում ես էլի ինչի չես ասել նախաքննական ցուցմունքի ժամանակ ստեղել ասես կարծիք ա եղել ընդհանրապես նախ այդ ձեր ասածը որ դուք ասում եք ես հարգելով ձեր վիշտը ես երբևէ որևէ բան ասելուց չեմ օգտագործում հայերեն առհասարակ հաջորդն է դրանից անցել է 7 ամիս որ ինձ կանչել է ու այդ ընթացքում մի քիչ առաջ մենք նորից հղումը տվեցինք որ Արման Բարսեղյանը մահացել է Արման Բարսեղյանի իմ խոսակցությունների հետ կապված էլ է քննիչը հարց ունեցել ու ես խնդրել եմ անգամ քննիչին որ ես ես ամեն ասում եմ այդ մասին դու այս ձևով հայտնեցիք մեզ ասել եք թե չեք ասել ոչ այսինքն մենք ես իմ կարծիքն եմ հայտնել ես առհասարակ հայոյանքը իմ վարքագծին դեմ է ես նշեցի այդ ժամանակ ասել եմ որ Գարուշը տեից որը որ եղել է իմ կարծիքը այդ իրավիճակից Ուշլատը գլխին չէ Գարուշին ասել ոչ ես որ դեպքի վայրում չեմ եղել ես ոնց նկարագրեմ ոչ Ռուզիո, ինչ կապ ունի
Դուք չկան որևէ մի բան, որ ձեզ կաշկանում։ Ոչ, բան դատարկ։ Որը որևէ չնայած Նուրինյանը հարցրեց, խնդրած լինեց, ամոթած լինեց, ափեցրած լինեց։ Ոչ։ Ես ոչ մեկի։ Այն ինչու՞ կայանում են տվյալ ինչ որ ասում են ու ձեր հիմա ասածը այդ հակասությունը ինչու՞ն է կայանում։ Ես նկարագրեցի, որ ոնց է եղել այդ խոսակցությունը ու ասեցի ինչից ելնելով եմ ես այդ կարծիքը հայտնել։ Ուզում եմ իջեցած ասում ձեր տղասությունը ընդհանրապես տարբեր բաների մասին։ Քննչականում եմ այն հայտնել, ինչից որ ձևավորվել է այդ կարծիքը, այդքան բան եմ ասել։ Լավ, էլ հարցում եք։ Իրոք հարցինը հարցը։ Ես ինչ եմ ասում։ Ես քեզ հարց տվեցի, ասի Գարուշը, ես Գարուշը հանդիպել եմ հենց այդ օրը որ եղել է Երևանում հոսպիտալ։ Առավոտը շուտ։ Ասի Գարուշը ես մտա մոտը, ասի ասած ուշատը գցեցի վրես, հələ դուրս։ Չէ՞։ Դու ինձ ասես նույն բանը ինձ Վարդենիցում ասեց։ Ես այդ խոսակցությունը մանրամասն Այո, ես ինչ խոսում եմ, նայ, մենք հանդիպել ենք այդ օրը, նույն բանը ոնց որ հոսպիտալում քեզ այդ հարցի պատասխանը տալի, նույնն էլ ինձ Երևանում է տալի։ Էլի գիշերն է եղել, մի արբուսը բացած ես հոսպիտալում եմ եղել, որը տորը բերել էին երկիները դեպի տարել։ Ասի հա, նույն բանը ինձ ասել։ Ուշատը գցեցի վրես, հրա դուրս։ Նույնն էլ ինձ է պատասխանել։ Հիմա դու ինձ ասես Իմ ես էլ դոկտոր Պավլոսյանի հարց տվեց։ Պարոն Ծնով, ես որ նմանատիպ անգամ հարգելով ձեզ բոլորի կրկնում եմ եւս մեկ անգամ, որ ասել է, ենթադրաբար որ ոնց ասել, այդ եղել է կարծիքը, շեշտեցի։ Այդ ժամանակ ծնողներով ասի Որը պետք է դա գարու ես դատանում ասես, որ էդի ասի նախներ, ես էդ տաղեն եմ, ես կյանքի տաղեն եմ, նայ բարեր եմ ասում, հիշում եմ սաղ հատիկարատ, ես կգամ աղը ոչ մեկից ոչ ունեմ վախենալու, ես կգամ հատիկարատի պետք ասեմ դատանում, հիմա մնում աղու, վրա, էդ ամենչ, հիմա պատասխան ես, որ ասան, վուրա ես այն այդ ասաղ տրմն միանի տաղավարի, ինչ ասել ես, ասա աղբեր, դուստան իմանա, որը դատախազներ է, իրաց մոտ ինչ-որ գելում է նները աղմուշիցելի հետևից, մեզ աղմուշիցել պետք չի, մեզ նպար շշտությունը, պատասխանի որ իմանա, այդքան բան, մեզ պետք է որ իմանա ով ինչ արել, որովհետև ճշտի հետևից, դեռ չեք կապալեն աղմուշիցել, այդ աղմուշիցելը ոչ իման չի Մարդավարի, դուք գագիկին ես ճանաչել են, մեր ամանն ես ճանաչել, իրաց ճիշտ ասած դույմ, սրետքան ման։ Հարգելի ծնող, ես կողնել, որ գնացել եմ, քնչական, գնացել եմ Արմանի ասացի, հաղորդման չգիտեմ ինֆորմացիայի վերաբերյալ քննիչի մոտ, այդ ժամանակ արդեն ինքը կենթանի չի եղել։ Դրանից հետո մենք մշտապես այդ դեպքի վերաբերյալ ունեցել ենք զրույցներ, կոնկրետ նաև այդ հանդիպման, որ այդ ժամանակ սենց եւ այլն։ Ես իմի ասում եմ, ինչի՞ց է դա ձևավորվել իմ մոտ, որ այդ պատկերացումը, իր այդ վիզիոն տենալը, որ ինքը միջև էս քննությունը նկարագրում է դուրը, ուշտալը, դա այտենց ձևավորվել է, ու ես ասել եմ, որ ինքը տեղից է դուրս եկել։ Իսկ որ հիմի ձեզ տես դուք բան եք ասում, ասում եք այդ ժամանակ այդպես զրույց են ունեցել ու դուք ասել եք, կներեք, դուք պետք է գայիք հրավիրեք քննչական, թե կամ Արմանը ինձ հրավիրեք քննչական, ասել խնդրում եմ արի, որ ես այդ դեպքի վայրում չեմ եղել, առավել եւս ես իշտապ ունեմ դրա հետ։ Ուրեմն առաջինը, ոչ մի սենատորը առավոտը շուտ բանում չի եղել հոսպիտալում, ես եմ եղել։ Ես եմ Գարուշին հարց տվել, Գարուշ եմ հարցի պատասխանը տվել։ Նույն այդ բանը քեզ պատասխան ասել եմ, դու պատասխանել ես, որ աղբեր նույն բանը ինձ ասել։ Դուրս է եկել, դրնից բուժատը, ցենավը դրնա դուրս։ Հիմա դրա պատասխանը ուզում աղբեր, դու այդ դախադասությունը օգտագործել ես ընդդեմ։ Ես կա ծնողը լսել եմ։ Թող քննությունը կպարզի Բանը
Գրությունը թե ոչ իրա բառերն եմ ասում, ինքը իրա Ասում երկի վայրերը չնները կապ չունի դրա հետ, ինքը Գարուշի հետ իր ունեցած խոսակցությունն է մեզ հայտը դեպքի վայրերը չպարտադրյալներ որ այդ հասկանալու հիմա այդ բանը 10 անգամ որ ասենք հասկացան Բաժանի հասկացան կա այլ ուրիշ հարց եթե հարց Այս բանը աշխատում ես դու այդ աշխատում ես հետապարտելուց կարող է պարտայի խոսքի վերել ներածը Զարիքը մարդը դու միատ հետևություն անի այսպես հիանա ձեզանով ու մնացած որոշ սպայական կազմով Ախեր եղեկի բանարին կենա թողեկան ծառային ուտա կրա 18 տղայի բաղմիջապ եք սանի արա Հրպիտ տղեի Հիշողության խնդիր չեմ ստուգվել բժշկական առումով հիվանդություններ ունեմ չեմ հասկանում հարցի իմաստը տարբեր առողջական խնդիրներ ունեմ ոչ չունի հարցում եք մենք որ ծնողներով գարքի տատիկի ճամբով հանդիպեցինք ես հա մենակ ասի Գարուշը դուշլատը գցելա որպես եթե մեզ ուրիշ բաներ բանեցին երեխեք հետ կապված տարբեր քննարկում էր անգամ քննարկում էր որ դուք փորձել եք կրակը տվելա թե չէ տարբեր ես հիմնականը լսել եմ չէ կրակը հետ կապված չէ իրանց այս բանը կոնկրետ չէ ասի ես իրանց հոգեբանն եմ հիշում ես ինչ պատմեցին մեզ մանրամասն չեմ հիշում հիշում ես որ ասեցիք միակ բանը տեղը սախ Մարտունովը բանի Վարդենիսի բանակի մեջ երեխեքն էին, որ ես իրանց լավ ճանաչում էի ու իրանց վրա համոզված էի, որ իրանց մոտ ոչ մի բան չէր եղել։ Այո։ Ես այդ երեխեքի հետ ծառայել եմ, մշտապես իմ տպավորությունը եղել է, որ մեր լավագույն ստորաբաժանումներից մեկն է եղել, եթե ոչ ամենալավագույնը։ Ու հիշում ես, որ ասին ամսի 18 օրը ես ժամը 1-ի մեկա կոֆե խմեցի, կեսօրին էլ հանգստացա, թողարի գնացի երեխաց մոտ ոչ մի կոնֆլիկտ չկար։ Փետ ենք վերցրել, 18 չէ, 17 թե 16, մեկ մեշով փետ ենք վերցրել, կարող է որ հարց են տալի, ինչ ես հարցին պատասխանում արա։ Հարգելի ծնող։ Հարգելի ես Ռուչու։ Էս այն ատարություններ դուրս եկա։ Ատարություններ։ Էսա դուրս արի դուրս։ Դա։ Ռուչու։ Ինչ է։ Başkanım olmasını da hangisi sonra tuğlar tabii hangisi